Բարի երեկո, օր լրատվական ծրագրի հիմնական թողարկման գլխավոր թեմաներն են։ Հեռուստամարաթոն 2016-ի ընթացքում հաղթահարվել է 15 միլիոն ԱՄՆ դոլարի նշաձողը, գերազանցելով նախորդ տարիների ցուցանիշները, նվիրատվությունները շարունակվում են։ 60 խախտում 900 կրակոց, առաջնագծում իրավիճակն անփոփոխ է մնում։ Այսօր ազգային եւ Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է, 1991-ին Արցախ եկած եւ 1993-ին նահատակված, Ավոն այստեղ է այսօր իր ոգով եւ գաղափարներով։ Մասնագիտական կողմնորոշումը դեռ դպրոցական նստարանից ցանկալի է, բայց հաճախ հեռում է իրականությունից։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները փորձում են կոտրել կարծրատիպերը։ Այսօր Երևանի ժամանակով ժամը 10-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում ազդարարվեց Հայաստան համահայկական հիմնադրամի ավանդական ամենամյա 19-րդ հեռուստամարաթոնը, որն անցկացվեց «Իմ Արցախը» խորագրի ներքո։ Հեռուստամարաթոնին մասնակցելու նպատակով Լոս Անջելես են մեկնել նաև Արցախի թեմի առաջնորդ Պարքև arczepiskopos Մարտիրոսյանը եւ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ուղերձով դիմել է Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։ Հեռուստամարաթոն 2016-ի գլխավոր հովանավորը Հայ բիզնես բանկն էր, գործընկերը Հայ Փոստը։ Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոն 2016-ն անցկացվեց «Իմ Արցախը» խորագրի ներքո, հավաքագրված գումարներն էլ ուղղվելու են ապրիլյան պատերազմի ընթացքում ավերվածը վերականգնելու եւ քաղաքացիական բնակչության անվտանգությունն ամրապնդելու ծրագրերին։ Հեռուստամարաթոնի կազմակերպիչներին եւ մասնակիցներին ուղերձով դիմել է նաեւ Արցախի նախագահը։ Հեռուստամարաթոն 2016-ը, որն անցնում է «Իմ Արցախ» կարգախոսի ներքո, յուրահատուկ է եւ ուղղված է հիմնականում Արցախում սույն թվականի ապրիլին թշնամու կողմից սանձազերծված քառօրյա պատերազմի հետևանքով տուժած բնակավայրերի վերականգնման, բնակչության անվտանգության ու պաշտպանության ապահովման միջոցառումներին։ Այս պահին մեզ առաջնորդում է այն գաղափարը, որ բարեգործության շնորհիվ մեր հայրենիքում բազմազավակ ընտանիքի երեխան հնարավորություն կունենա ապրելու բարենպաստ պայմաններում, հաճախելու նոր մանկապարտեզ կամ դպրոց, ստանալու բարձրագարկ բուժսպասարկում։ Այսօր մեզնից յուրաքանչյուրը սահմանին կանգնած զինվոր է եւ իր գործով պաշտպանում է հայրենիքի ազատությունն ու անկախությունը։ Ես ավելի քան վստահ եմ, որ այս անգամ էլ համատեղ ուժերով եւ միասնաբար մենք կարողանանք լուծել Արցախի հանրապետության եւ համայն հայության առջև ծառացած այս կարևորագույն խնդիրները։ Հեռուստամարաթոնին մասնակցելու նպատակով Լոս Անջելես են մեկնել նաև Արցախի թեմի առաջնորդ Պարքև arczepiskopos Մարտիրոսյանը եւ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը։ Հեռուստամարաթոնի տաղավարում Արցախի թեմի ղեկավարը գերադասեց ոչ թե ավերված տների կամ պատերազմի թեմայից սկսել, այլ ծնունդների, բազմազավակ ընտանիքներին բնակարաններով ապահովելու հիմնադրամի նախաձեռնությունը արդյունքներ տալիս է, շահառուները ավելի շատ են լինելու եւ կատակում եւ արձանագրում է Արցախի հոգեվոր առաջնորդը։ Հիմա որ 4 երեխա ունի, բոլորը պատրաստվում են 5-րդ երեխան ունենալ։ Այսինքն մենք նպաստում ենք։ Մենք նպաստում ենք բնական աճին, դա խիստ կարևոր է մեզ համար։ Ապրիլյան պատերազմից հետո ազգային միասնականության համախմբվածության անհրաժեշտությունը նոր նրբերանգներ է ստանում, այն, որ համախմբվելու ունակությունը դեռ ազգովի պահպանում ենք, ապրիլին զգացվեց։ Հայաստան համահայկական հիմնադրամը կոչ է անում այդ միասնականությունը պահպանել նաև համեմատաբար հանդարտ օրերին, առավել եւս, որ ավերվածը վերականգնելու եւ ունեցածը ամրապնդելու խնդիրն է օրակարգում։ Այդ ճանապարհին կարևոր եւ պահանջված է յուրաքանչյուրի ջանքը, ընդգծում է Արցախի փոխվարչապետը։ Կլինի դա ճանապարհաշինություն, բազմազավակ ընտանիքների համար բնակարանների կառուցում կամ Թալիշի, Մադաղիսի, Մարդակետի ավերած տների վերականգնում, դա շատ կարևոր է։ Հեռուստամարաթոնի օրը Արթուր Աղաբեկյանի համար լրացուցիչ տոնական երանգներ ուներ, նաև իր ծննդյան տարեդարձներ։ Շնորհավորում եմ եւ վստահ եմ, որ մեր բոլորիս ամենալավագույն նվերը կլինի իր ծննդյան օրը շատ հայերի մասնակցություն։ 15 միլիոն 428 հազար 777 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում։ Սա էր հեռուստամարաթոն 2016-ի ցուցանիշը, որը գերազանցել է 2014 եւ 2015-ի արդյունքները։ Խոշոր նվիրատուների եռյակում են Անդրանիկ եւ Սեդա Բաղդասարյանները,
5 միլիոն ԱՄՆ $, Սամվել Կարապետյանը 1 միլիոն $, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 350,000 $, գումարներով առաջիկա օրերին իրենց հանգանակություններով հեռուստամարաթոնին կմիանան նաև հիմնադրամի տեղական մարմինները Բրազիլիայում, Լիբանանում և Մեծ Բրիտանիայում։ Նորայր Հովսեփյան, օր։ Նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Ղարաբաղի ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ։ Այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 գրակոց։ Շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-անոց ականանետ 5 արկ։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Այսօր Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Արցախի հերոս ոսկե արծիվ շքանշանի ասպետ Մոնթե Մելքոնյանի ավոյի ծննդյան օրն է։ 1957 թվականին Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից 40 մղոն հեռավորության վրա գտնվող Վայսելա ավանում ծնված Մոնթեի համար ճակատագիրն այլ ընթացք կանխորոշեց։ Արցախյան շարժմանը մասնակցելու համար 1991 թվականին նա Արցախ է եկել եւ ներգրավել ֆիդայական շարժմանը։ 1992 թվականից ստանձնել է Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները։ Նրա ղեկավարած ամենապատասխանատու եւ փայլուն գործողություններից մեկն Օմարի Լեռնանցքի նվաճումն էր, որտեղ իրապես փայլել է Մոնթե հրամանատարի զորավարի տաղանդը։ Նա պիտի դառնար գաղափարի եւ ազատության զինվոր, պիտի հայրենիքի համար ճակատագրական օրերին թողներ դեպի գիտության բարձունքներ տանող ճանապարհն ու հաստատվեր հայրենիքում։ Եկավ որ հերոսանար, որ իր բաժին պատերազմը տաներ հանուն ազատության եւ անկախության։ Մոնթե Մելքոնյանը զոհվել է 1993 թվականի հունիսի 12-ին։ Երբեք փառքի չձգտած ավոն ցույց տվեց, որ միայն հայրենի հողի ազատությունն ու անկախությունը, լինելով պատմական հարատևման կարևոր գործոններ, կարող են արժանավայել հուշարձան լինել ազգի քաջորդիների համար, մարմնավորելով եւ հավերժացնելով ազգի ազատաբախծ ոգին։ Ժողովուրդը սիրեց ավոյին անկեղծորեն, ինչպես նա էր սիրում Արցախը եւ արցախցիներին։ Հավատ ու վստահություն էր ներշնչում բոլորին։ Ավոյի անունը սրբություն է յուրաքանչյուր արցախցու ամեն մի ազնիվ հայի համար, խորհրդանիշ է պայծառ հերնասիրության, մարդկային վսեմ նկարագրի, ազնվության, սխրանքի։ Նախագահ Բակո Սահակյանն այսօր Դադիվանք գյուղի մոտակայքում գտնվող Սուրբ Աստվածածին միջնադարյան վանական համալիրի տարածքում հանդիպում է ունեցել «Ճանաչենք մեր երկիրը» երիտասարդական արշավի մասնակիցների հետ։ Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ նման արշավները դարձել են ավանդական, կարևորելով դրանք մատաղ սերնդի հայեցի դաստիարակության, հարազատ երկրի պատմությունը, մշակույթը, բնությունը ճանաչելու, ընկերական կապերն ամրապնդելու տեսանկյուններից։ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ ջերմ եւ անմիջական մթնոլորտում արծարծվել են նաեւ երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին, սահմանադրական բարեփոխումների ընթացքին, երիտասարդական քաղաքականությանը վերաբերող հարցեր։ Հայրենիքի հանդեպ սերը դա վերացական հասկացություն չէ, հայրենիքը պետք է ճանաչել եւ հայրենիքի պատմությունը, հարազատ ժողովրդի պատմությունը պիտի իմանալ, միայն այդ դեպքում այդ սերը իմաստավորված կլինի եւ միայն այդ դեպքում մենք անմնացորդ կնվիրվենք մեր հայրենիքին։ Եվ այս միջոցառումը եւ ընդհանրապես այս ծրագիրը, որը ունի «Ճանաչենք մեր երկիրը» խորագիրը, հենց այդ նպատակով է կազմակերպվում, որպեսզի բարձրացնի մեր երիտասարդության մոտ հայրենաճանաչողությունը եւ իհարկե ռազմահայրենասիրական դաստիարակության նպատակ նաեւ ունի։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երիտասարդների շրջանում առկա զբաղվածության հարցի հիմնական պատճառը մասնագիտական ոչ ճիշտ կողմնորոշումն է։ Շատ դեպքերում մասնագիտության կարողությունների եւ ունակությունների երկրի տնտեսության հեռանկարային ճյուղերի եւ աշխատաշուկայի մասին պատկերացումները ճիշտ չեն։ Մասնագիտական ճիշտ կողմնորոշում ծրագրի բովանդակությունը հուշում է հենց անվանումը։ Մարտակերտի դպրոցականների հանդիպումն այդ շրջանակում տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնների եւ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ էր։
Մասնագիտական ճիշտ կողմնորոշում ծրագրի շրջանակներում մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ Synergy Otexis Instigate ուսումնական կենտրոնների Թումո Ստեփանակերտի և Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանների ներկայացուցիչները երեկ հանդիպել են Մարտակերտի դպրոցականների հետ, մանրամասն ներկայացրել ոլորտի առավելություններն ու գործառույթները։ Այսօրվա դրությամբ Թումո Ստեփանակերտում ունենք 1000, եթե չեմ սխալվում, 300 գրեթե արդեն ուսանողություն, որը անցել են։ Հունվարից մենք մեր հենց Ստեփանակերտի Թումոում կավելացնենք բանը, համակարգիչների քանակը, հետևաբար կկարողանանք նաև ընդգրկել ավելի շատ ուսանողություն։ Ցանկացողները հաստատ կլինեն, անկասկած, երբ հաստատվի կառավարության հետ մեր համագործակցությունը տրանսպորտի հարցով, ես նորից կայցելեմ Մարտակերտ եւ արդեն կոնկրետ գրանցումներին կանցնենք։ Ակնկալիքները մեծ են, օրինակ կոնկրետ իմ օրինակի վրա ասեմ, ես աշակերտ ժամանակ նման հնարավորություն չեմ ունեցել եւ ուղղակի տեղյակ չեմ եղել ոլորտից, ինչն էլ պատճառ է դարձել, որ նախորդ սերունդը հիմնականում սխալ ընտրություն է կատարել մասնագիտության հարցում եւ այսօր մենք ունենք գործազրկության խնդիր։ Նախատեսված է ծրագիրն իրականացնել թիրախային համարվող 2 խմբերի համար, նախ դպրոցականների, ապա նաև աշխատանք փնտրող երիտասարդների համար արդեն վերապատրաստման դասընթացների տեսքով, հաշվի առնելով, որ դպրոցականը պետք է սպառիչ պատասխաններ ստանա իրեն հետաքրքրող մասնագիտության, այդ մասնագիտությամբ կրթություն եւ ուսուցում ստանալու հնարավորությունների վերաբերյալ անհրաժեշտություն է առաջանում նաև աշխատանքները շարունակել, կազմակերպելով այցելություններ տարբեր աշխատատեղեր ու հանդիպումներ կազմակերպել մասնագիտական ուսումնարանների ուսանողների եւ դասախոսների հետ։ Ցանկանում եմ դառնալ բժշկուհի, կուզեի մասնակցել եւ որպեսզի ավելի լավ իմանայի այդտեղ դասընթացներին լավ ծանոթանալ։ Ճիշտն ասած, ես արդեն ծանոթ էի Թումոյին եւ այլ կազմակերպությունները, որոնք ներկայացվեցին տվյալ հանդիպման ժամանակ, հետաքրքիր եղավ եւս մեկ անգամ անցնել եւ հասկանալ այդ էությունը։ Օրինակ, Synergy ընկերության հայկական մասնաճյուղի աշխատակից Արամ Կարապետյանը նշում է, որ ընկերությունը մեծ հնարավորություն է ընձեռում հետագայում այս աշակերտներին աշխատանքով ապահովելու համար։ Վստահեցնում է, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հեռանկարային է ու միակը, որը հնարավորություն է տալիս ֆինանսների ներգրավում ոչ միայն Արցախից, այլև արտասահմանյան ընկերություններից։ Այս պահին Synergy International Systems-ի Արցախի ճյուղում կա 4 թիվ, կա ծրագրավորողների թիվ, database ծրագրավորողների, բազավիկների թիմ, կա թեստավորողների թիմ, ու վերջերս այս տարի բացվել է նաև դիզայնի թիմ։ Երեխաների ներկայացրել ենք Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանի գործունեությունը, ինչով է զբաղվում, ինչ պայմաններ է ապահովում, ինչ մասնագիտությունների խումբ է ուսուցանում, քանի որ հայ ազգը ինքը բնույթով շինարար են, չի բացառվում, որ երեխաների մեծամասնությունը ցանկություն կհայտնեն։ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության որդեգրած այս ծրագիրը շարունակական է լինելու։ Այդ շրջանակում նաև կկազմակերպվեն այցելություններ, միջին և բարձր մասնագիտական ու կրթական հաստատություններ, արտադրական ձեռնարկություններ։ Գենադի Երեմյան, Մերուժան Մարտիրոսյան, օր։ Ազոխի արշավախումբը այսօր առաջին անգամ հանրությանը ներկայացրել բազմամյա հետազոտությունների արդյունքը Ազոխի քարանձավը եւ Կովկասյան միջանցքը գիրքը, որը պատմում է ինչպես մարդկության զարգացման պատմության կարևոր հանգրվան հնչեցող Ազոխի քարանձավի, այնպես էլ արշավախմբի աշխատանքների մասին։ Շնորհանդեսին եւ գտածոների մի մասի ցուցահանդեսին ներկային ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը։ Ազոխի քարանձավի հետազոտության նորագույն շրջանը սկսվեց հետպատերազմյան տարիներին։ Մի քանի տարվա ուսումնասիրություններից հետո 2002 թվականին սկսվեցին պեղումները։ Դրանք տարեցտարի ավելի հետաքրքիր ու բովանդակային էին դառնում, ավելի ընդգծելով քարանձավի մարդկության պատմության ընթացքում խաղացած դերը։ Ազոխի միջազգային արշավախմբում անցած տարիների ընթացքում մի քանի տասնյակ գիտնականներ են աշխատել աշխարհի տարբեր երկրներից, մոտ 20 համալսարաններից։ Խնդիրը, որ դրել են միջազգային նախագծի մասնագետները, դրա ղեկավար Տանյա Քինգը ձևակերպեց այսպես. «Բարձել, թե ինչու են մարդիկ 100 հազարավոր տարիներ առաջ Աֆրիկյան մայրցամաքից գաղթել ավելի հյուսիս։ Համաշխարհային գիտությանը հուզող այս հարցի պատասխանը արշավախումբը որոնել է մեզ մոտ, քանի որ Ազոխը այդ գաղթի ճանապարհին կարևոր հանգրվան է։
Հնագիտական մշակութային շերտն այստեղ վկայում է, որ Ազոխը մարդկանց կեցավայր է եղել 300,000 տարի անընդմեջ։ Այստեղ ապրել են մարդու 3 տեսակներ։ Ազոխի նորագույն հետազոտությունները նաև նախկինում արված ուսումնասիրությունների արդյունքներն են սրբագրել։ Դրանցից ամենահանրահայտը անցած դարի 60-ականներին Ազոխից հայտնաբերված մարդու ծնոտի մնացորդին է վերաբերում։ Հետազոտությունները, որ կատարվել են Լոնդոնում եւ Մադրիդում, պարզել են, որ այն ոչ թե նեանդերթալյան մարդուն է պատկանում, այլ նեանդերթալցու եւ ժամանակակից մարդու ավելի վաղ նախահորը Homo heidelbergensis-ին։ Ազոխում արշավախում նիսկական նեանդերթալցու մնացորդներ եւս հայտնաբերել է։ Դրանցից մարդու ատամի ուսումնասիրությունները պարզել են, որ Ազոխում ապրող նեանդերթալցին շատ նման է եվրոպական նեանդերթալցուն։ Աշխարհահռչակ Շպրինգեր հրատարակության կողմից Ազոխի նախագծի առաջին 15-ամյակի գործնեությանն ու պեղումների արդյունքների հետազոտությանը նվիրված Ազոխի քարանձավը եւ Կովկասյան միջանցքը գիրքը նվիրված է արշավախմբի անդամ Պատրիցիո Դոմինգոին։ Դրա հրատարակումը Ազոխի մարդկության պատմության ընթացքում խաղացած դերի հանրայնացման կարևոր փորձ է։ Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով Ադրբեջանը պետական ողջ ռեսուրսները իսպաս դրեց այն խափանելու համար։ Հիմնավորումները ոչ թե գիտական էին, այլ քարոզչական։ Նրանք պնդում էին, թե քարանձավը հոգևոր մշակութային ժառանգություն չի հանդիսանում, այլ ծառայում է որպես զինանոց։ Մեր բոլոր գործընկերները ստիպված էին հանդես գալ եւ խոսել իրենց կատարած աշխատանքների մասին, հերքելով, որ այստեղ ինչ-որ զինանոց է պահվում, նշելով, որ Ազոխի քարանձավը գոյություն ունի, գտնվում է պետության պահպանության տակ եւ այստեղ ամեն տարի հետազոտություններ են կատարվում։ Ազոխի արշավախմբի արարածը Արցախում որպես համամարտկային արժեք է գնահատվում։ Արցախի շահը երկրի որպես բարձր գիտական արժեքները հովանավորողի համբավի տարածումն է։ 3 արշավախմբի անդամները ԼՂՀ նախագահի կողմից պարգևատրվել են վաչագան բարեպաշտ մեդալով։ Սա ազնական ազգային պատկանելություն չէ, սա վերաբերում է մարդկության նախապատմությանը եւ այստեղ կարծում եմ Արցախի ներդրումը շատ ակնհայտ ձևով երևում է, որ մենք եղել ենք այդ կարևոր կենտրոններից մեկը եւ փառք ու պատիվ այն մարդկանց, որ դա բացահայտել են ամբողջ աշխարհի առաջ։ Ազոխի արշավախումբը այսօր գնահատանքով է խոսել ԼՂՀ իշխանությունների, տեղացի մասնագետների եւ հատկապես ազոխցիների հետ համագործակցության մասին։ Արցախի իշխանությունների աջակցությունը, բարեկամեցողությունը, իսկ 2008 թվականից, երբ միջազգային ֆինանսական ճգնաժամի պատճառով խնդիրներ ծագեցին, նաեւ ֆինանսական աջակցությունը արշավախմբի անդամները զգացել են միշտ։ Գրքի առաջին շնորհանդեսի հենց Արցախում կազմակերպելը հարգանքի եւ երախտագիտության նշան են համարում։ Ինչպիսին կլինի Ազոխի ճակատագիրը առաջիկայում։ ԼՂՀ էկոնոմիկայի նախարարությունում առայժմ նախագծեր են մտմտում այն զբոսաշրջային յուրահատուկ վայրի վերածելու համար։ Անշուշտ ամեն ինչ պետք է արվի պահպանելով քարանձավի առանձնահատուկ միջավայրը։ Ծրագրել ենք ապագայում քարանձավի դահլիճներից մեկը դարձնել հասանելի զբոսաշրջիկի համար, բարեկարգել իրեն, ինչպես նաև ապագա ծրագրերի մեջ է Ազոխ գյուղում Ազոխի քարանձավի թանգարանի հիմնումը։ Սա շատ երկու կարևոր նախաձեռնություններ են եւ հնարավորության դեպքում մենք հնարավորինս արագ պիտի անդրադառնանք այդ նախաձեռնությունների իրականացմանը։ Այս նախագծերը իրականություն կարող են դառնալ ոչ բյուջետային միջոցներով, ասում է էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը։ Մենք իհարկե պիտի շարունակենք աջակցել ամեն հնարավոր միջոցներով Ազոխի քարանձավի հնագիտական պեղումների շարունակմանը։ Ինչ վերաբերում է գիտական ուսումնասիրություններին, ապա դրանք շարունակվելու են։ Քարանձավը Թանյա Քինգի խոսքով հետազոտելու անսպառ նյութ ունի։ Աշխատանքը նոր է սկսվել, ընդամենը 15 տարի է։ Շերտերի վերևի մասում ենք աշխատում։ Մեր հիմնական նպատակն է մոտակա մի քանի տարվա ընթացքում ավարտել պեղումները այն շերտերում, որը ներառում են նեանդերտալ մարդու գործունեությունը։ Գիտնականների երազանքների երազանքը Ազոխում նեանդերտալցու ամբողջական կմախքի հայտնաբերումն է։ Լուսինա Ավանեսյան, Հայկ Բաբայան, օր։ Ստեփանակերտի Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցը 35 տարեկանի մշակույթի եւ երիտասարդության պալատում կազմակերպված հոբելյանական երեկոյին ներկային կրթության, գիտության եւ սպորտի ու մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարները, Ստեփանակերտի քաղաքապետը, դպրոցի շրջանավարտներ, ուսուցիչներ։
Արցախի պետական ջազ նվագախմբի կատարման բացվեց հոբելյանական երեկոն։ Նվագախմբի ղեկավար Տիգրան Լալայանը Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի սաներից է։ Կազմավորման 35-րդ տարեդարձի կապակցությամբ կրթօջախին շնորհավորելու են եկել նախկին աշակերտները, ովքեր կայացած երաժիշտներ են ու Արցախը հպարտությամբ ներկայացնում են արտերկրում։ Սկիզբը 1981-ին էր։ Յուրի Ալեքսանյանի տնօրինությամբ 47 աշակերտով ու 7 ուսուցչով արվեստի այս կրթօջախը կյանքի կոչվեց։ Այսօր արդեն 67 ուսուցչով եւ 623 աշակերտներով է դպրոցը շարունակում իր առաքելությունը։ Փորձում ենք դաստիարակել մեր ապագա սերունդներին, փոխանցելով նրանց ոչ միայն մասնագիտական ունակություններ, այլև մարդկային արժեքներ։ Դպրոցում ներկայացված են արվեստի տարբեր ճյուղեր։ Եթե առաջին ուսումնական տարում գործում էին դաշնամուրի, ակորդեոնի, կլարնետի եւ ջութակի բաժինները, ապա այժմ բաժինների թիվը վաղուց հատել է տասնյակի սահմանը։ Նորաբաց վիբրաֆոն ու թավջութակի դասարանների ուսուցիչներն են բեմում։ Հոբելյանի առիթով արվեստի դպրոցին շնորհավորելու էր եկել ԼՂ վաստակավոր արտիստ Տաթևիկ Բալայանը։ Նա այս դպրոցում ուսուցիչ էր, այժմ ծնող է եւ լավագույն բարեկամ։ Ես կուզենայի շնորհավորել այս գեղեցիկ օրվա կապակցությամբ եւ կուզենայի մաղթել ամենակարևորը, որպեսզի նրանք երեխաների պակաս ոչ մի դեպքում չունենան, միշտ երեխաներով լի լինի եւ որպեսզի մեր Արցախի երեխաները լինեն, հաղորդակցվեն այս արվեստներին, հաղորդակցվեն միմիայն խաղաղ պայմաններում։ Հիշեցին դպրոցի բոլոր երախտավորներին, ոմանք այսօր մեզ հետ չեն, շատերն էլ թեև այսօր վաստակած հանգստի են, հետևում են դպրոցի հաջողություններին, ուրախանում նրանով։ Էլմիրա Կարապետյանը ավելի քան 2 տասնյակ կրթօջախի ղեկավարն էր։ Сегодня для них праздник։ Այսօր տոն է, դա երաժշտության ու արվեստի հանդեպ հավատարմության տոն է, ու այսօր նրանք բեմում ամեն ինչ տոնական ներկայացրին։ 3.5 տասնյակ ճանապարհ անցած կրթօջախին միավորողը հին, միջին ու նոր սերունդն է։ Նրանցից յուրաքանչյուրի համար Գյուրջյանի անվան արվեստի դպրոցը հարազատ օջախ է։ Хочу поздравить нашу любимую школу с ее 35-летним юбилеем։ Ուզում եմ 35-ամյա Հոբելյանի արդիվ շնորհավորել իմ հարազատ կրթօջախին եւ իմ գործընկերների անունից շնորհակալություն հայտնել սեփական մասնագիտությունը սիրելու, մասնագիտության մեջ կայանալու եւ այսօրվա հաջողություններով ուրախանալու հպարտության համար։ Это моя любимая школа։ Սա իմ սիրելի դպրոցն է, ես շատ ուրախ եմ, որ այս դպրոցում մանկավարժ եմ։ Լավ կոլեկտիվ, բարեսիրտ մարդիկ։ Ես ուրախ եմ, որ դասավանդում եմ այստեղ։ Արվեստի դպրոցի ուսուցիչներն են բեմում։ Նրանց հիանալի կատարմամբ էլ եզրափակվեց հոբելյանական երեկոն։ Մարինե Մկրտչյան, Հայկ Բաբայան, օր։ Երեք մշակույթի եւ երիտասարդության պալատը կրկին մարդաշատ էր, արվեստասեր հասարակությանն էր ներկայացել նորաստեղծ Տրիումֆ խումբը։ Առաջին համերգը նվիրված էր երկու հայկական հանրապետությունների հռչակման 25-ամյակին։ Արցախում համերգ կազմակերպելու գաղափարն իրականություն է դարձել Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայի եւ դրա Արցախի մասնաճյուղի նախաձեռնությամբ ու նվիրված է երկու հայկական հանրապետությունների անկախության 25-ամյակին։ Միջազգային մրցույթների դափնեկիրներ սոպրանո Աննա Պողոսյանի, բարիտոն Սար Սարգսյանի եւ դաշնակահար Ջուլիետա Խաչատրյանի մեկ խմբում հանդես գալու գաղափարը ծնվել է 1 տարի առաջ Իտալիայում միջազգային մրցույթներից մեկի ընթացքում։ Կարճ ժամանակ անց արդեն Տրիումֆ տրիոն հանդես է գալիս համերգային ծրագրով։ Մեկնարկը տրվել է Արմավիրում։ Երեկ էլ նրանք հանդես են եկել Արցախի հանդիսատեսի առաջ։ Իդեպ երեկոյան համերգից առաջ նորաստեղծ համույթը ելույթ է ունեցել նաև դպրոցականների համար։ Դա ավելի շատ դաս համերգ էր, մենք ներկայացնում ենք եւ կոմպոզիտորների մասին կարճ տեղեկություն, ստեղծագործությունների, վարում ենք որպես եւ դաս եւ ներկայացնում այդ կոմպոզիտորների ստեղծագործություններից մեկական գործ։ Համերգին մասնակցում էր նաև Արցախի մռակած պետական կամերային երգչախումբը, որի հետ համագործակցությունը տարիների պատմություն ունի։ Կապված եմ այդ կոլեկտիվ հետ, ես աշխատել եմ այդ կոլեկտիվում, դեռ ուսումնարանում սովորելու տարիներին, ես եղել եմ այդ կոլեկտիվի անդամ, երգչախմբում, իմ են համերգներին ես միշտ ընդգրկել եմ, նրանք էլ երբ ունեցել են համերգներ, կոլեկտիվ ինձ էլ էր հրավիրում, մի խոսքով շատ հետաքրքիր եւ ուղղակի բարեկամական, ջերմ շփում եւ համագործակցություն։ Համերգային ծրագիրը բաղկացած էր բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից, հնչեցին ժողովրդական գուսանական սիրված երգերի մշակումներ։ Երգացանկը համահունչ էր նախաձեռնության գաղափարին։ Երգչուհի Աննա Պողոսյանն առաջին անգամ է Արցախում եւ շատ տպավորված է հանդիսատեսի ջերմ ընդունելությունից։ Սա համերգային շարք է, որը մենք անում ենք ամբողջ Հայաստանով մեկ
Եվ շատ ենք ուզում Արցախում ունենանք համերգ, ստացվեց։ Էներգետիկա ունի շատ լավ հանդիսատեսը եւ շատ ճաշակով հանդիսատես ունենք։ Տրիումֆ տրիո խմբի անդամները լիահույս են, որ համերգն առաջինը լինելով հաստատ վերջինը չի լինի եւ նոր ու հետաքրքիր ծրագրով նորից Արցախ կգան։ Գոհար Ռուստամյան, Աշոտ Գասպարյան, օր։ Այսքանը դուք դիտում եք օրցրագրի հիմնական թողարկումը։ Բարի գիշեր։ Հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական անպամատություն առանց ստեղումների եղանակ, վարկյանում 3-ից 8 մետր արագությամբ հյուսիս-արևելան քամի։ Օդի ջերմաստիճանը՝ գիշերը 3-ից 8 աստիճան ցուրտ, ցերեկը 1-ից 6 աստիճան տաքություն։ Այստեղ է բնակվում մեր գենի հիշողությունը։